Եղբայրս դիտակնոջ ասկի հետ այստեղ են, մեր մեջ, և գիտեմ, որ խոսք ունի մեզ փոխանցի եղբայրս քաշերակի, Տեր օգնի Սուրեն ջան համեցի ախվերս։ Փառք Աստծու, սիրելի ուրեղավանցիներ, միգուցե շատերի չեմ ճանաչում, միգուցե չեմ հիշում, բայց ես բնիկ ուրեղավանից եմ, ստե ծնվել մեծացել եմ, 22 տարի արդեն ստե չեմ, վաչը, տելևիզոր սա, մենք շուտվանից մենք ստե ծնվել, մեծացել ենք մի 13 տարի առաջ ես ապաշխարել եմ Կրասնոդար քաղաքում, կնոջս հետ միասին, Հիսուսին ճանաչել ենք և մինչև հիմա Տիրոջ հետ ենք, Տիրոջ շնորհքով ենք ապրում, փառք Հիսուսին, ես շատ ուրախ եմ, որ Ուրեղավանում մի հատ նոր եկեղեցի է բացվել, գիտեք, ինչը որ Աստված անում է, ոչ մեկ չի կարող քանդի։ Դրա համար որտեղ 2-3 հոգի հավաքված են Տիրոջ անունով, Աստված այնտեղ է, Աստված այստեղ, Աստված գործում, Աստված բոլորիդ մեջ է։ Չգիտեմ, միգուցե դու մտածում ես, որ ես ինչ կարամ անեմ, այսինքն մի մարդ լինելով, բայց գիտեք, ամեն մի հոգու մեջ Աստված կա և Աստված զորավոր է և ամեն մի հոգու միջոցով մեծ ու մեծ գործեր կանի։ Փառք Հիսուսին ձեր համար ես ուրախ եմ, որ Բուրեղավանում, իմ երկրում, իմ քաղաքում, որ այսպիսի եկեղեցի կա, սա սկիզբն է և որտեղ որ Հիսուսն է, այնտեղ բժշկություն կա, այնտեղ փրկություն կա, այնտեղ կյանք կա, գիտեք կյանքը ձեր մեջ է, կյանքը ձեր հետ է և դուք լույսն եք մեր Բուրեղավան քաղաքում, ես շատ ուրախ եմ, որ չգիտեմ ոնց կարամ արտահայտվեմ, բայց մենք ստե չենք Ռուսաստանում ենք, բայց որ գալիս ենք տեսնում ենք նոր ու նոր եկեղեցիներ են բացում, նոր մարդիկ են ապաշխարում, դա Տիրոջ փառքն է ցույց տալի և օրհնում եմ Հիսուսի անունից, որ դուք միշտ լույսը լինեք այս քաղաքում, աղը լինեք և ձեր միջոցով Աստված փառավորվի, որտեղ Աստված փառավոր Աստված է և Աստված, գիտեք, ամեն մեկը մեծ գին ունեք, ամեն մեկս Հիսուս Քրիստոսի արյան գնով են գնված և մեր համար մեծ գին է տրված և մենք երբ որ մենք դա հիշում ենք, մենք ընկած ժամանակ էլ, տխուր ժամանակ էլ, դժվար ժամանակում էլ մենք հասկանում ենք, որ մենք արժեք ունենք, գիտեք, մեր արժեքը անգին է, դրա համար ոչ մի անգամ դուք ձեր արժեքը մի գցեք, ոչ մի անգամ դժվարություններ, նեղություններով որ անցնում եք, մի նայեք դրան, դուք ամենաթանկն եք, դուք ամենազորն եք, ամենակարողն եք, որովհետև Հիսուս Քրիստոսն ինչ ասեց, ես կգնամ և մխիթարիչը ձեզ կտամ և դուք էլ ավելին կանեք, գիտեք, էլ Աստծուց ավելին էլ ինչ կարա կանեք, բայց Տերը բարի է, Տերը հավատարիմ է և Աստծու խոսքը երեկ, այսօր և հավիտյան նույնն է։ Փառք Հիսուսին, մենք շատ ուրախ ենք, այո, և ես հավատում եմ, որ սա սկիզբն է և մեծ ու մեծ գործեր ունի Աստված անելու մեր Բուրեղավան քաղաքում և Հայաստանում։ Փառք Հիսուսին։
Ամեն եղբայր ջան համեցի։ Ուսում ենք լսենք Տիրոջ խոսքը։ Անցած շաբաթ մի փոքր շփոթ էր տեղի ունեցել։ Ես մոռացել եմ, որ եղբորս եմ ասել, որ խոսքը բացի։ Եկա կանգնեցի ստեղ, ու ես խոսեցի։ Տերորդնի։ Ես ուրախ եմ։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես ուրախ եմ։ Ես էլ եմ ուրախ արմեջ։ Էլ ուրախ մարդ կաս թե։ Տերորդնի։ Ճիշտ ասած, անցած չորեքշաբթի, հինգշաբթի էր, այսինքն, որ Մուխտար եղբայրը խոսքի համար ասել էր, ես եկել էի, եկել ինքը որ սկսեց խոսալ, ասեց ուրեմն տենց ա պետք։ Ժամանակը հիմա է ուրեմն։ Ժողովուրդ առակած գրքում է, չի ասում, ժամանակին ասված խոսքը ոսկե խնձորը արծաթների մեջ։ Ամեն, ամեն։ Հիմա մի փոքր պատգամը փոխվեց, բայց մի փոքր։ Հիմքը նույնն է։ Զատուկին ընդառաջ մենք անցած շաբաթ տոնեցինք, այս շաբաթ այսինքն անցած շաբաթ տոնեցինք ծաղկազարդը, շատ կնայենք ծաղկազարդը Ղուկաս, բացենք Ղուկաս 19-րդ գլուխ 37-38 խոսքերը, ասում է երբ որ նա արդեն մոտեցավ Դիթենյաց սարի զառիվայրին, աշակերտները բոլոր բազմությունը ուրախությունով սկսեց օրհնել Աստծուն բարձր ձայնով այն բոլոր զորությունների համար, որ տեսել էին, եւ ասում էին. օրհնյալ է Տիրոջ անունով եկող Թագավորը։ Անցած շաբաթ մենք էլ տոնեցին ծաղկազարդը, լավ էր, չէ, երեխեքը սիրուն աղաղակում էին։ Երբ որ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ողջ քաղաքը դղրդաց միտեղ գրված է։ Ասում է, երեխաները գոռում էին ու փարիսեցիները վազ զգացին դրանից։ Իրեք, երբ որ Հիսուսը գալիս է, Տերը գալիս է, մտնում է մուտք է գործ, մեր կյանքի մեջ էլ է մուտք գործել, չէ՞։ Ում կյանքի մեջ է մուտք գործել, որ ստենք, ուրեմն իրան թույլ ենք տվել, որ մուտք գործի, կներեք ես արտադրության համար, բայց մենք թույլ ենք տալի, որ ինքը ներս է գործում։ Աստված մի տեղն է, որ զորով չի մտնում, դա մեր սրտերն է։ Ու փարիսեցիների մոտ սկսեց մի հատ կռիվ, որ ես ոնց են, ես ինչ են ասում, Հիսուս, տես, ասենք մեր մեջ է կա, տես մի պայքար, որ պայի տակ եկել մեզի կարող է հետ պայի, այդ մուտքը չթողենք Տեր Հիսուսի մտնելը մեր կյանք, որտեվ տենում ենք, երբ որ ինքը մտավ առաջի բաներ, որ գնաց տաճար 45-47 խոսքեր ասում է գնաց տաճար ու այդ որ աղաղակում էին Օվսաննա օրհնյալ է Տիրոջ անունով եկող Թագավորը, այդ ժողովուրդը մեծամասնությունը Թագավոր սպասում են, որ Թագավորը պիտի գա, ուղղությունը դեպի թագավորական պալատ ու ընդ հեղափոխություն անի, նստի, որպես Թագավոր իրանք իրաց լավ զգան։ Ամեն ինչտեղն ալելու, կարգ ու կանոն ագալու երկրի վրա ու լավ ապրելու են։ Տոշակներն են բարձրանալու, չգիտեմ, աշխատատեղեր է բացվելու ու մեծ հիասթափություն ապրեցին, երբ որ գնաց մտավ տաճարը ու հերիքի մտավ սկսեց ընդ մարդիկ գումար էին աշխատում իրանց համար, չէ՞, ասում ծախողներին փողին, այդ դոլար առնեն, դոլար ծախեն, ասեց վռնդեց ընդեղից ու մարդիկ հիասթափություն ապրեցին։ Էս ի՞նչ թագավոր է։ Ես հավատում եմ, որ ոչ թե հավատում եմ, այլ Դենց մտածում եմ, որ մեծամասնությունը տեղից էլ Հիսուսին չհետևեց, հետ կանգնեցին։ Որտեվ ուրիշ բան էին սպասում։ Շատերը գալիս են եկեղեցի ուրիշ սպասումներով, նյութական։ Մարդկա տարիները ասում են գործի համար աղոթեք։ Այ ախպեր ջան, ապրում ես, քանի տարի ապրում ես։ Ինչի համար ես ասում գործդ փոխես կամ չգիտեմ, աշխատավարձս բարձրանա։ Տեր Հիսուս ասեց, երկնքի արքայությունը խնդրեցեք, մնացած ամեն բան կտրվի։ Մեր հայացքները ուրիշ է, մենք ուրիշ սպասումներ ունենք Տիրոջից, երբ որ
մտավ Երուսաղեմ, մարդիկ ուրիշ բան են սպասում, բայց Տերեսի նպատակը ու հայացքը դեպի Գողգոթա էր, դեպի խաչը։ Մենք ու երբ որ բռնեցին Հիսուսին, տարան թագավորի մոտ, կանգնեց Հերովդեսի մոտ, հետո տարան Պիղատոսի մոտ, այդ ժամանակ մնացած բոլորը երևի որ արդեն հետևում էին, գայթակղվեցին ու այդ կանգնեցին։ Մտածելով այս ինչ թագավորա, որ իրան կարող են ձերբակալեն ու բռնեն։ Նույնիսկ աշակերտները փախան, հիշում եք, երբ որ բռնեցին աշակերտները փախան։ Բայց մինչ այդ Տեր Հիսուսը, երբ որ Գեթսեմանի պարտեզում աղոթում էր, ասում էր. «Արթուն կացեք, աղոթք քարեք, որ փորձության մեջ չընկնեք»։ Գիտեք, այդ փորձությունը հենց այդ է, որ գայթակղվեին։ Որտեղ միջև ինքը պատմել էր, ինքը ասել էր, որ ինչի համար է Տեր Հիսուսը։ Երբ որ բռնեցին, տարան, շատերը գայթակղվեցին ու հետ տարան, մեր Տիրոջը տարան ու սկսեցին ծաղրել։ Ծաղրելով ասում տարան ծեծում էին, թքում էին վրեն, ապտակում էին ու ասում են դե մարգարեացի մարգարես։ Մատթեոս 27-րդ գլուխ 28-29 ասում է նրանք կարմիր քթան հագցրեցին ու գլխին լուսեցին փշեպսակ դրեցին։ Այն փուշը, որ անեծք էր, մեր Տերը դրան էր գնում, որ մեր անեծքը վերցնի, բայց մարդիկ մտածում են, որ նյութական ինչ-որ բարիքներ պիտի գա իրանց համար։ Իրեք այս աշխարհը էլի Տերը մեզ համար հոգ է տանում։ Այդ փշեպսակը իմ ու քո մեղքերն էր։ Այդ փուշը ծննդոց հեսա կնենք, ծննդոց առաջի գլուխ 11-րդ խոսք, որտեղից հոսնեց այդ փուշը ընդհանրապես, որտեղից եկավ։ Որտեղից եկավ այդ փուշը ընդհանրապես, փուշ, երբ որ Տերը ստեղծեց այս երկինքն ու երկիրը, բնությունը փուշ չկար, փուշ չէր ստեղծել։ Երբ որ Ադամը մեղք գործեց, առաջի գլուխ ծննդոց Չուզում բացվի 11 Ուրա բացի կարծացի դել չեմ կարող բացել 11 խոսքը առաջի գլուխ 11 խոսք Եվ Աստված ասաց երկիրը թող կանաչ խոտ աճեցվի սերմ կնող եւ ծածավեր ծառ որ պատուր կա իր տեսակի պես որի սերմը իր մեջ ուրույի վրա Ամեն Ամեն Փուշ չենք տենում, չես թե Չէ որ պտուղ տա կանաչ խոտ բուսնի, պտուղ տա, սերմ դուրս գա իր ամեն ինչը օգտակարի համար էր։ Բայց երբ որ Ադամը մեղք գործեց, տենում ենք 3-րդ գլուխ 17-րդ 17-18 խոսքերը։ Ամեն Եվ Ադամին ասաց, քանի որ դու լսեցիր քո կնոջ խոսքը եւ կերար այն զավից, որի համար քեզ պատվիրել էին, ասելով դրանից չուտես, անիծյալ է երկիրը քո պատճառով, դրանից նեղությամբ ես ուտելու քո կյանքի բոլոր օրերին։ Փուշ ու տատասկ բուսի ուսնելու քեզ համար եւ դաշտի խոտ ուտես վերջ Նայեք, երբ որ մեղք գործեց, ասում է դու քո կնոջը լսեցիր ու արեցիր, դա ուրիշ թեմա է, դրա հետ գործ չունենք։ Ասում է կերար այդ պտուղից, դրա համար անեծք եկավ աշխարհի վրա։ Ասում է փուշ ու տատասկ թող քո պատճառով, մարդու պատճառով, որ մեղք գործեց։ Մեղքի պատճառով երկիրը անիծվեց, անեծք եկավ աշխարհ։ Եվ հողը ասում է փուշ ու տատասկ ուսնի, հիմա մենք հողից ենք, չէ՞ ստեղծված։ Մարդ հողից է։ Հողեղեն ենք։ Հիմա հողի փոշու ստեղծեց մարդուն, եւ այդ փուշը, այդ անեծքը մտավ հողի միջոցով այդ սերմը ընկավ Ադամը սերմեց, մինչև այսօր այդ սերմը փորձում է աճել, եթե մենք քախան չանենք Տիրոջ խոսքով
Նայեք ինչ եղավ։ Սկզբից Ադամը չգիտակցեց ինչ եղավ, չէ՞, Ադամն ու Եվան։ Ուղղակի իրանց արտաքսեց։ Չեն հասկանում, թե այդ անեծքը ինչ ա լինելու։ Մեկ այդ անեծքը հետո իրանց զավակներին նախանց, չէ՞, Կայենը Աբելին նախանձեց, հետո սպանեց, չէ՞։ Ու այդ փշի սերմը փուշը սկսեց տարածվել։ Տարբեր փշեր սկսեցին դուրս գալ։ Նախանձ, կռիվ, հայոյանք, հպարտություն, չգիտեմ, ասեք, ինչեր ենք ունեցել միջև Տերիսին գալը։ Ու այդ փուշը միշտ մեր ճանապարհներին եղել է։ Միջև որ Տերիսը եկավ, ասեց ես եմ ճանապարհը, Հովհաննես 14-րդ գլուխ, 6-րդ խոսք, ասեց ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Դուք հիմա մի բան կասեմ, չգիտեմ, ես միշտ դրան բան եմ արել, դեմ եմ եղել, որ չեմ կարացել, որ երկ կա, չէ, որ ասում ճանապարհները փշոտ է, Տեր, չգիտեմ, այդպես երկեր կա։ Եթե ճանապարհը ինքն անդե փուշ չի կարող լինի, եթե փուշը անես կա, իր ճանապարհի մեջ կարա փուշ լինի։ Կարա դժվարություն լինի, ոչ թե կարա պիտի լինի, չի կարա չլինի դժվարություն։ Որտեվ խոստացել է, Տերը մեզ խոստացել է, որ նեղություններ կունենաք, բայց քաջացեք։ Հիմա կա ճանապարհ, որ նեղա դժվար, որ Տեր Հիսուսն կա ճանապարհ լայն է ու փշոտ։ Փուշ կա անդե։ Ու այդ ճանապարհների ընտրությունը տվել է մեզ։ Երկրորդ Օրինաց 11-րդ գլխում ասում է. ձեր առաջ դնում եմ օրհնությունը ու անեծքը, ընտրեք դուք։ Որ մի խելացի մարդը կասի անեծն եմ ընտրում։ Չեն ասի, չէ՞ տենց։ Չեն ասի, բայց ընտրում են։ Բայց գնում են։ Ասում է ու դրա համար երկրորդ Օրինաց 11-րդ գլուխ մի հատ բացենք 26-28 խոսքերը։ Այդ ընտրելուն պայման է դնում, եթե լսես քո Աստծո ձայնը, գնաս նրա ճանապարհներով, օրհնություն կստանաս, եթե չէ, ահա ես այսօր ձեր առաջ դնում եմ օրհնությունը եւ անեծքը։ Օրհնությունը եթե լսեք ձեր Եհովա Աստծո պատվիրաններին, որոնք ես այսօր ձեզ պատվիրում եմ, եւ անեծքը, եթե չլսեք Եհովա Աստծո պատվիրաններին, եւ խոտորեք այն ճանապարհից, որ այսօր ես ձեզ պատվիրում եմ, եւ գնաք օտար աստվածների ետևից, որոնց չեք ճանաչում։ Ամեն։ Ասում լսեք իմ պատվիրանները ու իմ ճանապարհով գնաք։ Պատվիրանները խոսքը գիտենք Տեր Հիսուս Քրիստոսն է ու ճանապարհն էլ ինքն է։ Թշնամին ամեն բան անում է, որ մեզ այդ խոսքը գողանա։ Որտեվ խոսքն է բժշկում, չէ՞, երբ որ խոսքը բացվում է մարդուն, մենք ո՞նց ենք մարդուն վկայում ես խոսքով, չէ՞։ Իհարկե կա լմա դեպքեր, որ երազում տենում է, ինչ որ մի բան մարդ ելում է, ապաշխարում է։ Բացառությամբ ես էլ որ ինչ այդքան խոսում եմ, խոսքը չէ բացվում, միջև որ տեսա ոնց եմ դժոխք գնում, ու մարդիկ ընդ տանջվում են, վախից եմ եկել Աստծուն, բայց Փառք Տիրոջը հիմա իհարկե այդ երկյուղը վախը մեկ-մեկ էլի հիշում եմ, Փառք Աստծո, որ մարդ չպիտի մոռանա, որ դա կա, բայց իր սերն է պահում ինձ հիմա եկեղեցու մեջ, իր մեջ, որտեղ ինքը սեր է։ Թշնամին գալիս գողանում է։ Ու միտեղ են նայենք այդ փուշը անեցք, մենք որ փուշ հասկանում ենք, որ մենակ կարա ծակի ցավացնի, չէ՞։ Սերմնացանի առարկան Տեր Հիսուսը խոսում է, որ խոսքը կսվում է, սերմը ցանվում է, ու ասում է փշոտ տեղ են գա։ Ունենք այդ փշերը ինչ է, Ղուկաս 8-րդ գլուխ 4-ից 16 խոսքերը կարդանք։ 4-ից 16
Ու երբ որ մեծ բազմություն էր հավաքված, եւ ամեն մեկ քաղաքից նրա մոտ եկան առակով ասեց. Ձեր ցանոթը դուրս գնաց իր սերմը ցանելու, եւ նա սերմելիս օրը ճանապարհի մոտ ընկավ եւ կողվեց եւ երկնքի թշուները նրան կերան, եւ ուրիշը ապարաշի վրա ընկավ եւ հուստելու ժամանակ չորացավ յուտի պակասության պատճառով, եւ ուրիշը ընկավ փշերի մեջ, եւ փշերը նրա հետ ուսեցին եւ խեղդեցին նրան։ Շարունակեմ արմեն։ Եվ ուրիշ ընկավ այն բարի եւ վարակ երկրի վրա, եւ ուսավ, եւ հարուրապատի պտուղ տվեց, այս բաները խոսելիս աղաղակեց, ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ 14-րդ խոսքը, որ արդեն մեկնում է, որը մեկնում աշակերտ նրանք են, որ խոսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստությունից եւ կյանքի զվարճություններից հենալով խեղդվում են եւ անպատուղ են լինում։ Փուշը ասում եմ գնով փշերի մեջ, այդ փշերի մեկնությունը նայեք Տեր Հիսուսը ինքն է մեկնում էդի։ Այդտեղ հայտնություն պետք չի մեզ։ Հոգսեր, հարստություն եւ կյանքի հաճություն, զվարճություն։ Մենք փուշը պատկերացնում ենք, որ պետք է ծագի, կծի, բայց այս աշխարհի զվարճությունները ինքը արդեն անեց կա։ Այս աշխարհի հարստության ձգտելը արդեն ինքը անես կա, որտեվ առակած գրքում է, չէ, ասում է մի ձգտիր հարստանալ, այդ հասկացությունից դադարի։ Ամեն։ Գիտեք, հարստությունը դա ոչ թե ինքը տեղով անես, ինքը անես չի, կարա մարդ աստծո մեջ լինի, հարուստ լինի։ Կարա մարդ աստծո մեջ չլինի, հարուստ լինի, բայց անեսքի մեջ լինի, այն հարուստի ու աղքատ Ղազարոսի պատմությունը գիտենք։ Ընդով էր անեսքի մեջ։ Եթե մարդկային հայացքով նայես, հիմա շատ հավատացյալներ ասում են աղքատությունը անեսք է։ Եթե անեսք է, Ղազարոսը չէր փրկվի։ Ամենամեծ անեսքը դա Աստծո բացակայությունն է։ Եթե Աստված չկա, մարդու կյանքում արդեն անեսք է, ինքնին է։ Անկախ նրանից հարուստ է, աղքատ է, հաջողակ է, անհաջողակ, կարա մարդ Աստծո մեջ չլինի, ինչ որ բաներում չհաջողվի։ Ինչ որ բաներ ձեռնարկի ու չհաջողվի։ Կարա լի տենց։ Իմ կյանքում շատ է եղել։ Շատ ժամանակ ջղայնանում եմ, բայց հետո ապաշխարում եմ, ասում եմ Տեր ջան։ Մարդու բնույթն է ձեր։ Գիտեք, Աստծո ներկայությունը մարդու կյանքից հեռացնել է դա խոսքը, ներկայությունը հեռացնել է դա սատանայի ամենա փափագն է, որ փափագում է դրան։ Գիտեք, մի ամբողջ ժողովուրդ էր։ Մի ամբողջ ժողովուրդ սովետական միություն։ Մի ամբողջ ժողովուրդ սատանան անեսքի տակ էր գցել։ Խոսքը հերցրել էր։ Ամեն ինչին փառք են տալի բացի Աստծուց։ Ու փառք Աստծո, որ գիտեք, մի փոքր մասակար ժողովուրդ կար, որ հավատացյալ, որ աղոթում էին, որ պահում են այդ փոքր կրակը։ Որ երբ որ կոմունիզմը վերացավ, քանդվեց, այդ փոքր կրակը մի հատ բոց դառավ, օրհնությունը մտավ, փառք Տիրոջ, այսօր որ մենք լսել ենք այն ժողովրդի, այն հավատացյալների այն փոքր կրակն է, որ պահում էին պետենքսու մեջը, չեն թողում հանգի։ Պապս այդ կոմունիզմի sense կպած է իրա, ոնց որ դրանով ապրում էր, ինքը կոմունիզմի մեջ էր, կոմունիզմը իր մեջ։ Երբ որ իրան մեր տունը խոսում էինք Հիսուսի մասին, ձեռը խփեց, ասեց, էլ Հիսուսյանը չտակ, Հիսուս Աստված չի, ասեց, Լենինն Աստված։ Ուրեմն դե իր համար աղոթում էինք, բայց ինքը իրականից կոմունիստ էր։ Կոմունիզմի մեջ մտած տենց ու կոմունիզմի գաղափարով ապրում էր, սա գողանում են, ինքը չէր գողանում։ Տազս միշտ ասում էր, կոլխոզից սաղ տանում են, ասում էր դեր բեր, ինքն է բրիգադիր էր։ Ասում էր չի կարելի, կոմունիզմը չի թողում, չգիտեմ։ Նվիրված էր դրան, բայց արդար էր իբրտե, բայց
Աստված հանած էր այս ժողովրդի մեջից կոմունիստական այդ կուսակցությունը ամեն ինչ անում էր որ մարդուն տանի, որի հեղինակը գիտենք ով է։ Մենք պապս եկավ իր համար աղոթում ենք, էլ վախում եմ ես իրան բան ասեմ, որտեվ ասում եմ ինչ որ մի բան խոսում ես ավելի լավ է բարգացնում ես ավելի շատ մեղքի մեջ ես ընկնում, քան ասենք որ ասում եմ ձեր պատճառով Աստծանը չայովի, բայրալում ասենք եթե պետք չի պետք է չխոսանք։ Ուրեմն աղոթում ենք, եկավ մի ժամանակ մի բութը բան է լավ, սևացավ գանգրենա։ Այդ բութը սկսեց բարձրանալ, դե 84 տարեկան էր։ Բարձրացավ մինչև ստե ոտը, սևացավ ու կանգնեց։ Երկրորդ ոտը էլի բութից բռնեց։ Սկսեց, սևացավ, եկավ ծնկների վրա կանգնեց։ Ուրեմն դե ասում են կամ պետք է կտրվի, ուրիշ բան չի կարա, բայց ասում են այդ տարիքին որ ոտերը կտրենք, կարող է չապրի, դե իմ ինչքան կմնա այդքան, այդ է իր կյանքը։ Ինչքան որ կապրի։ Մենք շարունակում ենք աղոթել։ Իմ մորական պապս էր։ Ու գիշերը մոտը մնում ենք, տենց հերթապա որ պամպերս ենք հագցնում, չէր կարող, մի կողքից մի կողքի շուռ ենք տալիս, որ ցավում էր այս կողի, այդ գիշեր ես էի մորքրուց հետ իր հետ, իրա կողքը, ուրեմն ասեց ցավում է, ասի կողքը դա ցավում, շուտ ամեն կողքի, ասեց չէ, հոգիս է ցավում։ Ուրեմն այն մարդը, որ ասում են հոգի չկա, մեռնում են, գնում են, ասեց հոգիս է ցավում, ասի փառք ես, Տեր կպել է։ Ասեց ցավը չգիտեմ ինչ է։ Բայց գիտեմ այն հոգուն որ կար այդ ցավը քեզ այդ վերցնի։ Ինչ մեծ են Հիսուսին որ դու ասում ես ինքը Աստված, հենց ինքը այդ Աստվածն է որ կարա քեզ այդ վերցնի։ Եթե հիմա դու այդ բառերի համար ներողություն խնդրես ու իրան ընդունես որպես Տեր, այդ հոգու ցավը կվերցնի ու դու հավիտենական էլ ցավ չես ունենա։ Ասի եթե ուզում ես իրան Տեր ընդունես ու աղոթ կանենք, ասեց, ուզում եմ ու սկսեց լացելը։ Աղոթ կանեցին, Տիրոջ ընդունեց ու մի շաբաթ հետո մի ամսի չափ տանջվում էր, մի շաբաթ հետո հանգիստ ննջեց, հանգիստ քնեց։ Ու միջև այդ մի բան մոռացած եմ, որ աղոթ կանեցին, հետաքրքիր էր, պատոնի կողքն էր պարկած ու մեկ է մի հատ այդ լուսադեմ էր արդեն, մի հատ սպիտակ աղոն եկավ կանեց պատանի վրա, նշան։ Առավոտը մորքուրները զարնեցին, իմ մորքուրս հետս էր, մամաս մորքուրներս բան են, հավատքի մեջ են։ Պատմեցինք, ուրախացանք ու փառթվենք Աստծուն, որտև ինքը բարի Աստված այդ գիտեք շարունակեք աղոթել։ Երևույթին մի նայեք։ Եթե երևույթին նայելու ունեինք, հաստատ ես էլ ասում եք չի ելնի, որովհետև իմ մաման 90-ականներից ասում եք չէր, ես էլ լրիվ աշխարհի մեջ էի։ Աստված ձևերը գիտի։ Ու մեկ էլ աղոթելուց բան ենք, մենք ասում թելադրում ենք թե ինչ անենք, էդ էլ չանենք, որովհետև ինքը գիտի, որ ում ոնց է տանում։ Ինձի վախով բերեց մեկին վերջում մահամերձ Իրակից հանեց, կարևորը որ հոգին փրկվում է, մենք շարունակենք աղոթել։ Մեր Աստված այդ անեծքը օրհնության փոխող Աստված է։ Մեր աղոթները հաստատ օդում չի մնում։ Շարունակենք աղոթել մեր չփրկված հարազատների համար։ Այդ փշեպսակը, որ մեր անեծներով հյուսել էինք դրե իրա գլխին, ինքը փոխեց այդ պսակը չենջ արեց փոխանակում ու մեզ հավիտենական կյանքի պսակ, դրա փոխարեն։ Ինքը սիրով վերցրեց այդ պսակը, անեծքը, որ մեզ տա հավիտենական կյանքի պսակ, բայց մենք շատերը այսօր փախնում են այդ պսակից, շատերը խուսափում են փոխանակը, որ Տերը վերցրել ամենանեծքը մենք
համաձայնվենք վերցնելու այդ պսակը, որ հավիտենական կյանք է։ Մի վկայություն էլ տամ ու մոտենանք ավարտին, ուրեմն մի հաղորդում էի նայում ու մի հատ ծմահ բանտարկյալի մասներ Լիաննան էլ ասի լարի տեսես ինչ վկայություն է։ Ուրեմն իրան տվել էին ծմահ, ինքը պատմում էր թե ինքը ով է եղել։ Ասում է կյանքում այնքան մարդ է սպանել, որ հաշիվը կորցրել են։ Ու ասում է երբ որ ես ինչ-որ մի բան անում էի, գնում էի ինչ-որ մի տեղ թալանելու կամ սպանելու ու ինքը փողով մարդասպանել, ասում է երբ որ գնում էի, ասում է մի ձայն միշտ ինձ ասում էր դու արխայի, ես քո հետ եմ։ Ու ասում է ես չէի բռնվում ու առաջ էի գնում այդ ձև։ Միջև ասում է մի օր բռնեցին ինձ, էլի ձայնը այլ ինձ ասեց դու արխային հանգիստ տեղի, ես քո հետ եմ։ Ասում է երբ որ ինձ ծմահ տվեցին, այդ ձենը գնաց իմ կյանքից։ Ու ինքը այդ ծմահ բանտարկյալների մեջ հովիվ էր։ Ու պատմում ասում է, երբ որ մի քանա եկավ, ասեց ինձ Հյուսը քեզ սիրում է, քո մեղքերը ներել է։ Ասում է, ես ասի, ծիծաղացա, ասեց, ես ինչ ասեմ, այս մարդը։ Ինքան մարդը սպանել, թիվը չեմ հիշում։ Ոնց կարա մեկի ների դրա համար։ Իր հարազատների ինչ են ների։ Ու ասում է, այդ խոսքերը մտավ մեջս, ասում է, երբ որ առանցին կամերայում նստած էի, ասում է, ու ասում է, այդ խոսքերը ինձի տանջում էր, ասում է, մեկ էլ ասեցի, եթե դու ինձ ներում ես, ուրեմն մի նշան ցույց տու, որ դու կաս ու ինձ ներում ես։ Ասում է, այդ պահին մի հատ այնպես ներկայություն եկավ, ասում է, ես ընկա չոքերի վրա սկսեցի մեղքերի թողության աղոթք անել ու ասում է, զգացի, որ ներվեցի։ Ու ինքը այդ ծմահների բանտում ցույց տվեցին, ասես մի 7-8 հոգին ինքն էլ խոսք էր խոսում, հովություն էր անում։ Մեր Աստված անեցքը օրության փոխող Աստված է։ Եթե այս ամենը այսօր խոսացինք, այս անեցքը, որ վերցվեց, որ այս կյանքում մենք էլ անեծ չունենք, այս ամեն ինչը իզուր կլներ։ Այսքան որ խոսում եմ, այս լրիվ փուլ զրո էր, եթե չլներ խաչրելը ու հարությունը։ Եթե Տիրոջ հարությունը չլներ, այս երկրի վրա ինչքան էլ անեծ չունենենք, ինչքան էլ օրհնված լինենք, ինչքան էլ հաջողակ կլինենք։ Մի բան էր, որ մարդը ապրում էր, մտածում էր, գալու է մի օր վերջանալու է գնա։ Մեր Տերը խոստացավ, որ գնում են ձեզ համար բնակարաններ պատրաստել, բայց եկի ինքը հարություն չառներ, այդ խոսքերը անիմաստ կլներ, հավատացեք։ Եթե մի բան մեկի խոսք ես տալու չես անում, եւ երբ որ երրորդ օրը հարություն առավ, այս ամեն ինչը իմաստ գտավ նորից։ Անիմաստ էր մեր կյանքը։ Անիմաստ է մեր կյանքը առանց Աստծո անիմաստ է։ Եթե պետք է այս կյանքը ապրենք, գնանք ու վերջ։ Ում է պետք։ Մի հոգի հետս վիճում էինք, խոսում ենք, ասում է, այս կյանքը դե հիմա ինչ, դրանից հետո ինչ կլի, ասում է, Աստված այս ինքը ամեն ինչ ասում էր Աստված ինձ հաջողել է, ասենց եմ ելնում, նենց եմ ելնում, իմ կյանքում ամեն ինչ, այս կյանքն է, մի կյանքը ապրենք գնանք։ Ասում եմ, Աստված, ես էլ Աստծուն չեմ պաշտի, անարդար Աստված կլի, եթե դու գողանալով լավ ապրես, ես էլ ինչ-որ բաներից ինձ զրկեմ ու վերջում կաշտեմ են ասում, որ վերջում եկուսը մեռնելու են գնանք։ Չի կարա տենց էլի, մեր Աստված արդար Աստված է։ Ինք իրա խոսքի հետևում կանգնած է։ Այն մահը, որ մարդկանց վախացրած էր պահում, այսօր Հիսուս անունից ինքն է վախենում։ Երբ որ կանգնում ենք, աչում ենք Հիսուսի անունը, մահը ցրվում է։ Տեր Հիսուսը ասեց,
ինձ հավատացող թեպետ մեռնել կապրի։ Հալելույա։ Մոտենում ենք իր հարության տունին։ Եկեք կանգնենք, փառաբանենք նրան, օրհնենք նրան։ Մեր գոհությունը հայտնենք։ Ես ասեցի, ես ուրախ եմ։ Ո՞վ է ուրախ ստե։ Ինչ համար եք ուրախ։ Ո՞վ է ինչի համար ուրախ։ Ես որ առավոտ զարթնեցի մի քիչ տենց գործի պահով էլի տենց բաներ եղավ։ Մի քիչ թարց պահեր գնաց։ Մի քիչ նեղվեցի, հետո ասեցի, ես ինչ եմ նեղվում, մի քիչ էլ թող տենց լինի։ Նա աղբեր ունեմ մի քիչ բանա, այսօր թմիշկեց սեր ունի, երեք թողել է տանեմ, միտեղ թողել եմ, որ ասենք հեռու է, որ չկար, նա երեք ընդեղ մի հոգի էլ կա տարել իրան խմիշկ էր աստրել, մի քիչ ջղայնացա, նեղվեցի առավոտը, հետո ասեցի տեր, նույնը ես է անում մի ժամանակ, մաման աղոթում էր, ես իմ կյանքով ապրում էի, շարունակենք աղոթել մեր հարազատների համար, ես երկու երեխա ունեմ, տիրոջ խոսքը, բայց երբ որ մի հատ մարգարե եկի Ամերիկայից, մոտիկացա, որ իմ աղոթի, առաջի բառը, որ ասեց, որ երկու երեխեն իմն են, էր ասում մենակ ինձ առայի, դրա ինձ ասել է 15 տարի, ես էլ չեմ տենում էտի, բայց տենում եմ, այս աշկերով չեմ տենում, բայց հավատքի աշկերով տենում ենք, մի օր եք կանգնենք իրոջ առաջ, մենք հիմա չենք տենում իրան, հավատքով ենք տենում, բայց մի օր կանգնելու ենք իր առաջ, որ ես ամեն ցավ, ամեն Սուրեն աղբերս իր մամայինա տենալուն է, մեր ժամանակավոր կործրած հարազատներն եք տենալուն է, ես շատ ուզում եմ հերոսներին տենամ ես Աստվածաշնչի, հոբին եմ շատ ուզում տենամ, փառք ես Տեր, շնորհակալ ենք քեզ այն Տեր քո խոստումների համար Տեր, շնորհակալ ենք Տեր, որ քո սիրով Տեր մեր սիրտը գերել ես Տեր ինչպես քուրս ասաց, որ ճաշակեցեք ու տեսեք, որ Տերը քաղցր է, Տեր շնորհակալ ենք, որ մեր ճաշակել տվեցիր քեզ Տեր, շնորհակալ ենք, որ համաձայնվեցիր Տեր, մեր համար Տեր խաչվել, մեր մեղքերը քեզ վրա վերցնել Տեր, շնորհակալ ենք, որ այն անեծքը, որ մեզ էր հասանելի Տեր, դու քո վրա վերցրեցիր իմ Աստված եւ փոխարենը մեզ օրհնություն տվեցիր իմ Աստվածս, շնորհակալ ենք քեզ այս քո արած մեծ գործի համար Տեր, օրհնում եւ մեծարում ենք քեզ Տեր, գոհանում ենք քեզ այս Տեր, անդադար գոհանում ենք Տեր, որտեվ ինչքան էլ գոհանանք, ինչքան էլ ասենք, որ շնորհակալ ենք Տեր, միևնույն է քո արած գործը ավելի մեծ է, քան մեր խոսքերը, քան մեր բառերը Տեր։ Տեր ողորմիր, ողորմություն արա եւ շնորհք արա մեզ, որ մենք էլ քեզ համար կարողանանք ապրել Տեր։ Դու մեզ համար մահացար եւ մենք պիտի քեզ համար ապրենք Տեր։ Օրհնյալ Աստվածս, գոհություն, պատիվ են բարձրացնում քեզ Տեր։ Քո սուրբ անվանը Տեր, որ տվել ես մեզ մի անուն, որ ամեն իրավիճակներին կանչում ենք այդ անունը եւ անկախ իրավիճակից մեզ դուրս ես հանում Տեր։ Շնորհակալ ենք այն դժվարությունների համար, որ վերում ես մեր կյանքերում, որ մեր հավատքն է բարձրանում Տեր։ Շնորհակալ ենք Տեր այն մարդկանց համար, որ մեր կողքին են Տեր, որ մեզ ոմանք մեզ ոգեշնչում են, ոմանք մեզ ավելի փորձում են բարկացնել Տեր, շնորհակալ ենք բոլորի համար, որտեվ ովքեր կան մեր կողքին Տեր, այդ ամենին դու ես դրել Տեր Հիսուս մեր կողքը։ Շնորհակալ ենք, որ մեզ տվեցիր հոգին Տեր, Սուրբ հոգին ուղարկեցիր Տեր։ Այո Տեր, աշխարհի վրա 3 կարևոր բան կա՝ քո ծնունդը, հարությունը եւ Սուրբ հոգու գալուստը Տեր։ Ողորմություն արա, որ մենք կարողանանք Տեր ապրել քո ծնունդը, որ
Քեզ հետ միջև Գողգոթա կարողանանք գալ Տեր։ Որտեվ Գողգոթայից հարությունից հետո է որ Սուրբ Հոգին գալիս է։ Որդում ենք քո Սուրբ անունը Տեր։ Թող քո անունը մեծարվի ամեն ուրեք, ամեն տեղ եւ ամեն մեկիս միջոցով Տեր։ Փառք ու պատիվ քեզ Տեր Հիսուսի անունով։ Ամեն։